Համաժողովրդական տոն, որը խորհրդանշում է մեր հավաքական ուժն ու միասնությունը, անկախության 20-ամյա տարեդարձին նվիրված հանդիսավոր նիստը մեկնարկում է օրհներգով։ Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգում են անկախության ճանապարհին նահատակված հերոսների հիշատակը։ Անկախությունը ոչ թե նվեր է, այլ կարևորագույն նվաճում։ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն իր ողջույնի խոսքում արժևորում է անկախության ձեռքբերումներն ու առաջնահերթ համարում դրանք պահպանելու պարտավորությունը։ Սիրելի կոտայքցիներ, նախ եւ առաջ ես ուզում եմ իսկը ողջունել ձեր բոլորին։ Ես շատ ուրախ եմ այսօրվա մեր հանդիպման համար եւ ուզում եմ իսկը բոլորին շնորհավորել Հայաստանի Հանրապետության 20-ամյա կապակցությամբ։ Այսօր մենք ձեռք ենք բերել անկախություն, ազատություն։ Իսկ անկախություն ազատությունից հետո մեր պետությանը ժողովրդին հարաժեշտ է պետության հզորացում, տնտեսության զարգացում, ժողովրդի բարեկեցություն, բարգավաճում, որը պետք է մենք բոլորս միասնական կարողանանք իրականացնել, որ մեր ժողովուրդը բարեկեցիկ, բարգավաճ կյանքով ապրի, որտեղ մեր ժողովուրդը արժանի է։ Ես մեկ անգամ եւս ուզում եմ ձեր բոլորին շնորհավորել, ցանկանալ ձեր բոլորին առողջություն, հաջողություն, երջանկություն, բարեկեցիկ կյանք եւ միայն հաղթանակներ, որ կարողանանք մենք միասին իրար հետ տոնել։ Աստված ձեր բոլորին պահապան, շնորհակալություն։ Անկախության ճանապարհին Կոտայքի մարզի ձեռքբերումներն ու դեռևս առկա հիմնախնդիրներն է ներկայացնում մարզպետ Կովալենկո Շահգալդյանը։ Այսօր սեպտեմբերի 21-ի այս տոնական տրամադրություններին միախառնվում են ուղիղ 20 տարի առաջ համայն հայության յուրօրինակ պորտկումի զրնգու ելևէջներ ու բոլորիս մոտ ստեղծում վերապրումի ինքնատիպ զգացողություններ եւ կարծես հայության հավաքական այոն այսօր էլ մի խորհրդավոր ներկայությամբ թևածում է յուրաքանչյուրիս հոգում։ Տոնը համազգային է, հետևաբար գնահատանքի են արժանի բոլոր այն մարդիկ, ովքեր իրենց ներդրումն են ունեցել անկախության ամրապնդման ճանապարհին, մանկավարժ ու բժիշկ, սպորտի ու մշակույթի գործիչներ, Արցախյան ազատամարտի նահատակներ ու կենդանի հերոսներ։ Նրանք բոլորն արժանանում են պետական բարձր պարգևների եւ շնորհակալագրերի։ Կոտայքի մարզի սոցիալ-տնտեսական զարգացման գործում ունեցած անգնահատելի ավանդի համար ոսկե հուշամեդալով է պարգևատրվում Գագիկ Ծառուկյանը։ Շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն ամբողջանում են արդեն խմիչքով լի բաժակների շուրջ։ Շնորհակալություն եմ հայտնում բուժաշխատողի աշխատանքը գնահատելու համար։ Դա իհարկե մեծ պատիվ է։ Մատաղ սերունդը դասիրակությունը մեր ուսերին է, իսկ ինչպիսի երիտասարդություն դասիրակենք, այդպես էլ մենք կերտենք մեր ապագան։ Տոնը շարունակվում է նաև դրսում, շնորհավորելով այստեղ համախմբված բազմահազար հերազդանցիներին, Գագիկ Ծառուկյանը կարևորում է մեր անկախության հաղթական ճանապարհին իրենց կյանքը նվիրաբերած ազատամարտիկներին, ընդգծում, որ նրանց սխրանքները նախ եւ առաջ գործով է պետք գնահատել։ Անկախություն, ազատությունը ձեռք է բերված մեր քույրերի եւ եղբայրների արյան գնով, որ մենք բոլորս էլ պարտական ենք հիշելու, հարգելու, գնահատելու զոհված ազատամարտիկների ընտանիքներին, հարազատներին, կանանց, երեխաներին, որ կարողանանք թեթևացնել իրենց հոգսը։ Այսօր ես ոչ թե միայն ուզում եմ խոսքեր ասել, միշտ գիտեք, որ իմ խոսքը գործ է։ Այն ազատամարտիկները, ովքեր իրենց կյանքը չեն խնայել, կյանք են տվել այսօրվա համար, որ մենք անկախ ենք եւ ձեռք ենք բերել եւս մեկ պետություն, Ղարաբաղի պետությունը, որ իրանց ծնողներն ու հարազատները արժանի են գնահատականի, արժանի են վերաբերմունքի, որ նրանք կարողանան զգան գնահատված են, պաշտպանված են, կա ուշադրություն, կա վերաբերմունք։ Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամի կողմից 100,000 դրամի չափով ֆինանսական օգնություն են ստանում Կոտայքի մարզի զոհված ազատամարտիկների 400-ից ավելի ընտանիքներ։ Անկախությունը թանկ է հատկապես այն արյան գնով ձեռք բերած հերոսների համար։ Հերոսներ, որոնք մեր դարավոր երազանքն իրականացնելու համար իրենց կյանքն են նվիրաբերել։ Նրանց սխրանքների մասին այսօր առանձնակի հպարտությամբ են խոսում հատկապես նրանց ընտանիքները։ Երախտագիտությամբ շեշտում, որ կա մեկը, ով կարևորագույն այսօրը չի անտեսել հայրենիքի համար արյուն թափած հերոսներին։ Շատ շնորհակալություն ենք հայտնում այն բարի մարդկանց, որ մեր կողքին կանգնած են այսօր։ Միշտ էլ զգացել ենք պարոն Ծառուկյանի աջակցությունը, հենց անձամբ մեր ընտանիքը իմ տղայի զոհված տարվա օրվանից։ Ինքը միշտ մեր կողքին է եղել, միշտ մեզ սատարել է։ Թող Աստված պահապան լինի պարոն Ծառուկյանին էլ, մեր երկրին էլ։ Մենք ինչ տեսել ենք, էլ չտեսնենք։ Հրազդանում տոնական մթնոլորտ է ամբողջ օրվա ընթացքում Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ հրազդանցիների համար կազմակերպվել է համերգային մեծ ծրագիր հայ էստրադայի երգիչների ու լավագույն պարային խմբերի մասնակցությամբ։ Հրազդանցիները խանդավառված են տոնն իսկապես մեծ տոնախմբության վերածելու համար։ Օրվա ավարտին հերթական անակնկալն է տոնական մեծ հրավառության տեսքով։
Վարդուհի Մելտոնյան, Մհեր Կիրակոսյան, Աշոտ Համբարձումյան, Էպիկենտրոն։